Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգուի Սրբո ամեն։ Ոչ ոք երկինք չի ելել, եթե ոչ նա, որ իջավ երկնքից մարդու որդին, որ երկնքից էր։ Եվ ինչպես որ Մովսես անապատում բարձրացրեց օձը, այնպես էլ մարդու որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ընդունի, քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը։ Որովհետև Աստված իր որդուն չուղարկեց աշխարհ, որը դատապարտի աշխարհը, այլ որպեսզի աշխարհը նրանով փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, եւ ով նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծո միածին որդու անվանը չհավատաց։ Եվ դատաստանն այսպես իսկ է, որ լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև իրենց գործերը չար էին, որովհետև ով չարիք է գործում, ատում է լույսը եւ չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը իր երեսով չտան, իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի նրա գործերը հայտնի լինեն, թե Աստծով կատարվեցին։ Այս հատվածը, որ ընթերցվեց Հովանու ավետարանի 3-րդ գլխի 13-21 համարներն էր, մի փոքրիկ հատված, որտեղ խտացված է ամբողջ Աստծո ծրագիրը, Աստծո կամքը կամ Աստվածաշնչի ողջ բովանդակությունը այս մի քանի տողի մեջ պարունակվում է։ Ասում է ոչ ոք երկինք չի ելել, եթե ոչ նա, որ երկնքից իջավ, մարդու որդին։ Ինչի համար Քրիստոս երկնքից իջավ։ Ինչն էր Քրիստոսի երկնքից իջնելու նպատակը։ Մեկ բան, մարդ արարածի փրկությունը։ Մարդը երկինք պիտի բարձրանար դրախտի պարտեզից, ասում են եկեղեցական հայրերը, եթե Աստծո պատվիրանը չխախտեր, եթե պահքի պատվիրանը արգելված պտուղը չուտեր, մարդը երկինք պիտի բարձրանար։ Բայց մարդը երկինք բարձրանալու փոխարեն դրախտից ընկավ այս երկիրը։ Եվ հիմա Աստված երկնքից իջնում է այդ ընկած մարդու ետևից։ Իջնում է այդ ընկած մարդուն բարձրացնելու։ Եվ այս մասին խոսում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը ինքը Հովանու ավետարանի այս հատվածում։ Ասում է, ինչպես որ անապատում Մովսեսը օձը բարձրացրեց, այնպես էլ մարդու որդին պիտի բարձրանա, որպեսզի ով որ նրան հավատա չկորչի, այլ փրկություն ունենա։ Քրիստոսից շուրջ 1500 տարիներ առաջ Մովսեսը անապատում օձը բարձրացրեց։ Ինչի համար բարձրացրեց։ Որովհետև Իսրայելի ժողովուրդը, որ չվում էր անապատով, անհավատություն դրսևորեց, Աստծո առաջ մեղք գործեց եւ թունավոր օձեր հայտնվեցին, որոնք խայթում էին մարդկանց եւ մարդիկ մեռնում էին։ Մարդիկ այդ օձերի ձեռքից փրկություն չունեին, շատերը մեռան այդ օձերի խայթոցներից եւ ինչ արեցին, աղաղակեցին Մովսեսին, խնդրեցին, որ Մովսեսը Աստծուն խնդրի, Աստված մի հնար, մի ճար ցույց տա այդ օձերի խայթոցից, այսինքն մահվանից փրկվելու։ Եվ երբ Մովսեսը աղոթեց Աստծուն, Աստված Մովսեսին հրահանգեց, որպեսզի մի պղնձից օձ պատրաստի, մի երկար բարձր փայտի վրա ամրացնի
եւ բարձրացնի մի բարձր տեղ դնի այդ պղնձե օծը փայտի վրա ամրացված եւ ասաց ում որ օծերը խայթեն եթե հավատքով նայեն այդ պղնձի օծին խայթոց իրենց համար մահացու չի լինելու չեն մեռնելու փրկվելու են այդ խայթոցից եւ այդպես էլ եղավ ովքեր հավատով նայեցին պղնձե օծին փրկվեցին այս պղնձե օծը Քրիստոսի օրինակն էր որ խաչի վրա պիտի բարձրանա եւ ովքեր նրան հավատան չպիտի կորչեն այլ պիտի փրկվեն ասում է ինչպես անապատում Մովսեսը օծը բարձրացրեց այնպես էլ մարդու որդին պիտի բարձրանա որպեսզի ով որ նրան հավատա չկորչի այլ ունենա հավիտենական կյանք որովհետև օծերի խայթոցը դա մեղքի խայթոցի խորհրդանիշն է իսկ մեղքի խայթոցը մարդուն տարավ մահվան մեղքը մարդուն տանում է մահվան Պողոս առաքյալն ասում է մեղքի վարձքը մահն է այսինքն մեղքի հատուցումը մահվան պիտի լինի եթե մեղք ես գործել մեղքդ պիտի միայն մահվան բտքավվեիր եւ Աստված եկավ այդ վիճակից մարդուն ազատելու եւ ավետարանն ասում է շատ կարեւոր համար Հովանու ավետարանի 3-րդ գլուխ 16 համարը որ ամեն քրիստոնյայի սրտի ու մտքի մեջ այդ համարը պիտի դաջված լինի ինչ է ասում որովհետև Աստված այնքան սիրեց աշխարհը որ իր միածին որդուն ուղարկեց որպեսզի ով նրան հավատում է չկորչի հապա ունենա հավիտենական կյանք Աստված ինքը իր միածին որդուն ուղարկեց աշխարհ որպեսզի Քրիստոս իր մահվամբ մեզ փրկի մահից որպեսզի Քրիստոս իր մահվամբ մեր մեղքերի հատուցումը կատարի մեր մեղքերի վարձքը տա իր մահվամբ ինքը անմեղ լինելով մեղավորների մեղքերի հատուցումներ կատարում իր մահվամբ մեղավորների մեղքերի համար էր մեռնում խաչի վրա եւ շարունակության մեջ ասում է Աստված իր որդուն չուղարկեց աշխարհ որպեսզի աշխարհը դատի այլ որպեսզի աշխարհը նրանով փրկվի ուրեմն Աստծո նպատակը աշխարհը դատելը չի ինչպես ոմանք թյուր կարծիք ունեն ասում են Աստված պատժում է Աստված դատում է, Աստված էս է անում, Աստված փրկում է, Աստված չի դատում։ Բա ինչպես է լինում դատելը կամ պատժվելը, երբ որ մարդը Աստծո փրկությունը մերժում է, ինքն իրեն արդեն պատժում է։ Երբ որ մարդը Աստծո մեկնած ձեռքը անտեսում է, երբ որ մարդը Աստծո դեմքից շրջվում է, մեջք է դարձնում Աստծուն։ Ինքն իրեն դրանով պատժում է, ինքն իրեն դրանով դատապարտում է։ Ասում է, որովհետև լույսը աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարը ավելի սիրեցին։ Ինչու՞։ Որովհետև իրենց գործերը չար էին։ Ով չարն է գործում, չի գալիս դեպի լույսը, որ իր գործերը ի հայտ չգան։ Չար գործը ինչ է, ինչ ասել է չար գործ, մեղքի մասին է խոսքը։ Մեղք գործողը չի ուզում գա դեպի լույսը։ Մեղք գործողը եկեղեցի էլ չի ուզում գա։ Ինքը իրեն պիտի ստիպի որ գա։ Որտև ամաչում է, որտև մեղք իրան հանդիմանում է, չի կարողանում կանգնել Աստծո առաջ։ Բայց ասում են նրանք, ովքեր բարին են գործում, գալիս են դեպի լույսը, որ իրենց գործերը երևան, որովհետև թաքցնելու բան չունեն, ամաչելու բան չունեն, արել են այն, ինչ որ Աստված է հրամայել, ապրել են Աստծո օրենքներով,
Աստծո պատվիրաններով առաքինությամբ են ապրել։ Աստծո ամբողջ նպատակը մարդ արարածի փրկությունն է։ Էն էլ ուղղակի նպատակը չի, Աստված դրա համար շատ բան արեց։ Ինչ արեց։ Խաչի վրա մեռավ։ Իր արյունը թափեց, իր կյանքը տվեց մեզ փրկելու համար։ Մենք շատ հաճախ թերահավատում ենք, հուսահատվում ենք։ Մեզնից ինչ է ուզում Աստված։ Մեկ բան՝ հավատք։ Հավատք։ Եվ այդ հավատք ասածը ուղղակի բերանի խոսք չի, որ ասենք մենք հավատում ենք, այլ այդ հավատքը համապատասխան գործերով, կյանքով պիտի երևա։ Ինչպես Հակոբոս առաքյալն է ասում իր թղթում, հավատքը առանց գործերի մեռած է։ Հավատքը կենդանի է, եթե այդ հավատքը փաստող գործեր կան, առաքինություններ կան, պատվիրանապահության կա, Աստծուն հաճելի կյանք կա, էս է հավատքը, ոչ թե մենք ուղակի բերանով պիտի ասենք հավատում ենք եւ ապրենք ոնց կպատահի, դա հավատք չի, այդտեղ հավատք չկա, ինքներս մեզ ենք խաբում, որտեվ Աստծուն ոչ մեկը չի կարող խաբել, Աստված մեր բերանին չի նայում, Աստված մեր ներսն է նայում, մեր մտքին է նայում, մեր հոգուն է նայում, ասում է ով չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, ոչ թե Աստված է իրեն դատում, ինքն իրեն է դատապարտել իր անհավատությամբ։ Ինչ է տալու մեզ չհավատալը։ Երբեմն մարդիկ մտածում են, որ ես հավատամ Աստծուն, որ ես դառնամ քրիստոնյա, որ ես դառնամ հավատացյալ մարդ, ես այնքան բաներից այս աշխարհի մեջ պիտի զրկվեմ, այդ լավ չի, ավելի լավ է ես կիսահավատացյալ լինեմ կամ չհավատամ ընդհանրապես, որ վայելեմ այս աշխարհը։ Որտև Աստծո պատվիրանները մեզ սահմանափակում են կամ արգելում են ինչ-ինչ բաներ անել։ Թյուր կարծիք է, Աստծո պատվիրանները մեզ միայն արգելում են մեղք գործել, ուրիշ բան չեն արգելում։ Ուրիշ բանից մեզ հետ չեն պահում, միայն ասում եմ մեղքից հետ մնա, որտև մեղքը քեզ տանելու է մահվան։ Սխալ տեսակետ կամ սխալ կարծիք է, բայց այդպես մտածողները ուրիշ բան չգիտեն, որ այդ իրենց իմացած մեղսալի հաճույքների կամ մեղսալի ցանկությունների մեջ երջանկություն չկա։ Թվացյալ է այդ երջանկությունը, իրականում դա խաբկանք է, ինչպես մի պատմություն հումորային պատմել եմ նախկինում, հիմա էլ կպատմեմ, ոմանք թերևս չեն լսել։ Մի մարդ հայտնվում է դրախտում, գեղեցիկ, խաղաղ, ներդաշնակ վիճակա, մարգագետիններ, գեղեցիկ թռչուններ, մարդիկ շրջում են հանդարտության մեջ, երանության մեջ, այս մարդը մի քիչ աչ ու ձախ է նայում, մի քիչ շրջում է, չի ասում է, այս դրախտը հետաքրքիր տեղ չի, աշխուժություն չկա, եռուզեռ չկա, աղմուկ աղաղակ չկա, աշխուժ կյանք չկա, հենց այդպես մտածում է, մեկ էլ ականջին աղմուկ աղաղակի ձայն է հասնում, շրջվում է և վազում է այդ ձայնի ուղղությամբ, գալիս է տեսնում է մի բարձր պատ, այդ պատի հետևից երաժշտության, աղմուկ, աղաղակի, երգի, պարի, ձայները, չգիտեմ, գոռգոռոցա, ուրախության, բարձրանում է պատի վրա, ինչ տեսնի, խնջույքներ, քեֆեր, ռեստորաններ, գիշերային ակումբներ, խաղատներ, ասում է ինձ էս դրախտը պետք չի, ինձ էս է պետք, և իրան այդտեղից նետում է պատից այն կողմ,
եւ ընկնում է միանգամից երացող կաթսայի մեջ ու կրակների մեջ։ Եվ սատանան դևերը հսկում են։ Ասում է, «Էս բա երգը, պարը, կազինոները, ռեստորանները, գիշերային ակումբները ինչ եղան»։ Սատանան ասում է, դա մեր ռեկլամն է ընդամենը։ Դրանով մենք մարդկանց գայթակղում ենք, որ մարդիկ հայտնվեն այս եռացող կաթսաների ու կրակի մեջ։ Հիմա հեքիաթի նման բան է թվում էս իմ պատմածը, բայց սա բացարձակ ճշմարտություն է։ Այդ թվացյալ երանություններն ու հաճույքները իրականում ոչ երանություն են, ոչ էլ հաճույք են։ Եվ ովքեր դրանց միջով անցնում են, նույնիսկ այս աշխարհում մի օր իրանց կյանքում հասկանում են, որ դա ունայն բաներ էր։ Խմեցին ու իրենց ծարավը չհագեցավ, որտեվ աղի ջուրը որ խմում ես, ավելի է ծարավը չշատանում, չի հագենում։ Իրական երջանկությունը Աստված է տալիս։ Իրական երջանկությունը Աստծո հետ լինելու մեջ է, Աստծո մեջ լինելու մեջ է, Աստծո հետ միավորության մեջ է։ Աշխարհում ոչ մի մարդ իր ողջ կյանքի ընթացքում այնպիսի երանության վիճակի մեջ չի եղել, ինչպիսին ինքը լինում է նորածին վիճակում եւ իր մոր կրծքի վրա է։ Որտեւ ինքը իր ծնողի կամ ճակերտավոր ասած իր ստեղծողի, իր արարչի հետ է։ Քանի այդ կրծքից կտրվում է, պոկվում է, այնքան այս աշխարհը տանում է մարդուն։ Այնքան այդ երանելությունը կորցնում է, երանելի վիճակը կորցնում է։ Հիմա Աստված մեր ծնողն է, մեր արարիչն է, մեր ճշմարիտ երջանիկ վիճակը, կատարյալ երջանիկ վիճակն է, երբ որ մենք միավորվենք մեր արարչի հետ, որից զրկվեցինք մեղքի պատճառով։ Եվ այսօր Եսայի մարգարեություն էր ընթերցվում։ Եսայի մարգարեն ասում է, ձեր մեղքերն են պատնեշ դարել իմ եւ ձեր միջև, Աստված ասում, Եսայի մարգարեի միջոցով, այսինքն մեր եւ Աստծո միջև պատնեշը մեղքն է, ուրիշ բան չկա։ Ուրեմն այնպիսի գործեր գործենք կյանքում, այնպես ապրենք կյանքում, որ գանք դեպի լույսը, որ խավարը չսիրենք, որ լույսը սիրենք, որ չամաչենք լույսին գալուց, մեր մեղքերի համար ամոթով չմնանք։ Իսկ եթե արդեն գործել ենք եւ դեռ պիտի գործենք մեղքեր, որոնք մեզ ամոթահար պիտի անեն, զղջանք դրանց համար։ Քրիստոս հենց դրա համար է խաչվել։ Քրիստոս հենց դրա համար է եկել, որ մեր մեղքերը ների։ Եվ եթե մենք հավատքով մոտենանք խաչյալին, զղջումով մոտենանք, սրտի ցավով մոտենանք եւ խնդրենք մեղքերի թողություն, Աստված մեր մեղքերը պիտի ների։ Ով որ հավատա, պիտի փրկվի։ Ով որ չհավատա, ինքն իրեն դատապարտում է իր հավատությամբ։ Թող Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը ամենքիս հետ լինի։ Ամեն։